Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր ուղիղ եթերում ես ուզում եմ կարևոր հայտարարություն անել ու պահանջել այսօրվա մեր կառավարությունից, կառավարության տարբեր բաժիններով զբաղվող ղեկավարների, որովհետև այսօր գնաճը մեր երկրում շատ է բարձրացել ու սոցիալական անապահով ընտանիքներին, ապահով ընտանիքներին նույնպես իրենց ազդում է իրենց ապրելակերպի վրա։ Մանավանդ առաջին պահանջ ունեցող խնդիրներ ծանր լուծող հարցերի ու մթերքների, տեղորյակների մասին եմ խոսելու, որը արդեն անհիմն պատճառներով իրենք թանկանում են։ Գների աճ է գոյացել, թե դեղորյակների գների բարձրացման, թե մսամթերքի, կաթնամթերքի, հացի ու բուժման ծառայությունների, որը այսօր շատ մարդիկ են դիմել պարոն Արձականյան, խնդրում ենք դուք ձեր կուսակցության անունից, որպես հայրենասեր հայ, խոսեք, խնդրում ենք այդ մասին, որ այսօր մեր կառավարությունը ու մեր պատգամավորներն էլ ուշադիր լսեն, ոչ թե մենակ խորհրդարանում իրար վիրավորեն ու վիճեն, են թանկարժեք ժամանակը նվիրեն, չգիտեմ ինչի, տարբեր բանավեճերի, այլ ես խորհուրդ կտամ տարբեր հարցեր, որպես քաղաքական ճանապարհ անցած մարդ ու քաղաքականության մեջ գտնվող հայրենասեր Տիգրան Արձականյան ու շատ հարցեր են ծագել, ինչու այսօր մենք չունենք ղեկավար բաժին, մարմին, որ պետք է բոլոր գնաճը լրիվ վերցնեն մեծ հսկողության տակ։ Այսօր այն իրավիճակը չէ մեր մարդկանց մոտ, մեր հայրենասեր հայերի մոտ, մեր ժողովրդի մոտ, որ իրենք ուշադիր չլինեն այդ ամեն ինչի վրա։ Այսօր գնաճի պատճառով շատ մարդիկ դիմում են բանկերի։ Մեր բանկերն էլ այսօրվա ասեմ ձեզ, պինդ ուժեղ կառույցներն են, ես ուրախ եմ դրա համար, ուրախ չեմ նրա համար, որ բանկերը այսօր մեր ժողովրդին շատ բարձր տոկոսներով վարկեր տրամադրելով իրենք զրկում են մեր քաղաքացիներին իրենց տներից, իրենց տարբեր գրավներից, որ իրենք գրավ են ներկայացնում բանկերին ու այսօր տնտեսական վիճակը այն ձև չի շարունակվում մեր երկրում, որ իրենք կարողանան այդ ամեն ինչը ճիշտ ձևով կառուցողական գնան իրենց վարկերը փակեն ու վերջացնեն այդ թեմաները։ Այդ շատ է ազդում այսօր այդ թանկ տոկոսով վարկերը մեր ժողովրդի վրա։ Ասեմ ձեզ ու խորհուրդ կտամ մեր բոլոր պատգամավորներին, որ մտածեն օրենքի մեջ փոփոխություններ կատարեն բանկային ոլորտի, որ արգելեն մեր բանկերին բազմազավակ ընտանիքներ ունեցող քաղաքացիները, որ իրենց բնակարանները դնում են գրավ, վարկեր են ստանում ու հետո չեն կարող անում իրանք բանկերի հետ իրենց աշխատանքը կատարեն, ոնց որ պետք է, ուզում եմ ասեմ, տոկոսները որ մուծեն, տարբեր այլ պատճառներով իրենք զրկվում են իրենց բնակարանից։ Բայց երեխաներն էլ մնում են արդեն, դուք գիտեք, որ արդեն անապահով ապրելակերպի։ Հետո տուն են վարձում, մարդիկ առանց տան մնալու, տան վարձերը չեն կարող վճարել։ Այսօր մեր երկրում ճգնաժամ է տնտեսական։ Շատ կարևոր է, որ արգելեն, կրկին անգամ եմ ասում, ուշադիր լսեք, հարգելի պատգամավորներ,
օրենքը ընդունելու համար։ Օրինակ Ֆրանսիայում այդ օրենքը գործում է։ Մեծ Բրիտանիայում գործում է։ Բոլոր ժամանակակից երկրներում գործում է։ Դուք շատ օրինակներ եք վերցրել եվրոպական օրենսդրություններից ու այսօր բերել եք մեր խորհրդարան ու ընդունել եք այդ օրենքները։ Ես չեմ ուզում իմացնեմ դրան։ Ու ասեմ այդ շատ օրենքների մեր ոչ թե տնտեսական իրավիճակը, այլ մեր ժողովուրդը դրան պատրաստ չեն։ Որ շատ օրենքներ ընդունել եք, իրանք չեն կարող այսօր տարբեր վարկերի աճի պատճառով նույնպես հարկերի աճի պատճառով նույնպես խեղդված իրավիճակ է այսօր։ Մեր կառավարությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի դրա վրա, որովհետև այսօր մեր հանրությունը շատ մտահոգ է այդ հանդեպ։ Իրենք այսօր զգում են մեր պետության պահանջները, տարբեր ճիշտ որոշումները, որ իրենք դրանից կստանան պետության օգնությունը։ Պետության օգնության կարիքը այսօր մեր ժողովուրդը շատ ունի։ Շուտվանից մենք չենք կարողանում մենք ասելով են մեր երկրի մասին մտածող, տանջվող մարդիկ պարտադիր չէ իրանք կուսակցական լինեն, այլ կուսակցության անդամներ կամ չգիտեմ ինչ պաշտոններ ունենան, որ կարողանան հույսը դնեն այսօրվա պետության վրա, որտև գիտենք, որ մենք այսօր մեր առաջին անհրաժեշտ գործերից մեկը այն է, որ պետք է խաղաղության պայմանագիր կնքենք թշնամի Ադրբեջանի հետ, թշնամի հարևանի հետ, որ նոր կարողանանք ամեն ինչ բերենք կարգի։ Մենք այսօր ավանդական շնորհավորում ենք իրենց ռելիգիոզ տոները, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի Կուրբան, Բայրամ տոները նշում ենք, բայց մի օր մենք չլսեցինք Թուրքիայի նախագահան, թե Ադրբեջանի ղեկավարությունը իրենց նախագահի հետ միասին, որ մի օր իրենք շնորհավորեն մեր եկեղեցական տոները, բայց մենք այսօր եկեղեցական տոների չշնորհավորելուց մենք չենք ասում շատ մտածում, եթե իրենք մեզ հարազատ հարևաններ չեն, մենք մտածում ենք նրա մասին, որ մեր ղեկավարությունը սկզբից պետք է մտածի մեր հոգևոր արժեքները բարձրացնելու համար, մեր եկեղեցիների կողքը լինելու համար, ոչ թե քննադատելու, բոլորովին մենք իրավունք չունենք մեր եկեղեցիների քննադատել։ Մենք կարող ենք արդեն ասեմ, որ եթե շատ լավ առաջարկներ ունենք, առաջարկներ տանք ու ոչ թե հայտարարենք բոլոր աշխարհին, մեր եկեղեցին այսպիսի իրավիճակում է գտնվում, որ մեր համար անպատիվ է։ Այդ շատ ցածր խոսքեր են, իրավունք չունենք։ Մենք այդպիսի դաշտ մտնենք, որովհետև մենք այսօր պետք է պարծենանք մեր կրոնի քրիստոնեական, որպես առաջի աշխարհում 301 թվականին ընդունած քրիստոնյան ու ցույց տվեցինք պետականորեն ոնց ենք մենք ընդունել այսօր մեր քրիստոնյա լինելը ու բոլոր աշխարհի տարբեր երկրների մենք օրինակ ենք ցույց տվել ու այսօր մենք քննադատենք։ Ես չեմ ուզում շատ խորանամ,
այդ ուղղությամբ, որովհետև այդ մեր դաշտը չի, մենք պարտական ենք, սիրենք, հարգենք մեր կրոնը, մեր խաչը, լինենք մեր եկեղեցու կողքը, որտև այսօր, որ մեր ազգը գոյություն ունի, մեր երիտասարդները թող լսեն ու իմանան ու խորհուրդ կտամ խորանակ պատմության մեջ լրիվ ուսումնասիրեք երիտասարդներ ջան, մեր սրբությունը, հայ լինելը, հայ մնալը, հայությունը պաշտպանելը, որ երկար տարիներ մենք մնացել ենք որպես հայ այս հողի վրա, մեր եկեղեցու շնորհիվ ենք մենք մնացել։ Մենք մեր եկեղեցու շնորհիվ ենք մնացել։ Ասեմ, որ իմանաք, մենք ինչքան կարող ենք, պետք է սկզբից մեր մեջ լինենք հավատացյալ, մեր սրբության դիմաց ու մեր հավատքը բարձր պահենք, ամենակարևորը մեր մեջ, մեր ընտանիքի մեջ, մեր ազգը մենք կարողանանք, ինչքան կարողանանք իրար հետ հզորացնենք, զարգացնենք, թե կրթությամբ, թե գիտությամբ, թե ռազմագիտության մեջ, տարբեր ոլորտներում, թե բիզնեսում, բոլոր գործարարները այսօր, որ աշխարհով մեկ գնում են, ներկայացնում են իրենցը, որոնցից մեկը ես եմ եղել ժամանակին, մենք միշտ ասել ենք, որ մենք առաջի քրիստոնյա երկիրն ենք Հայաստանում, Հայաստանը, որ դրա համար մենք պարծենում ենք, մենք ունենք դարավոր պատմություն։ Ես չեմ ուզում իսկապես շատ խոսեմ դրա մասին ու ասեմ, որ հաստատ այսօր մեր արցախցիները սոցիալական շատ ապահով չեն զգում իրենց, Արցախից իրենց տունը տեղը թողած այսօր գտնվում են Հայաստանի տարբեր քաղաքներում, տարբեր համայնքներում, աշխատատեղի խնդիրները պակաս են, սոցիալական օգնությունը չի հերիքում իրենց, մեր պետությունը պետք է այսօր շատ լուրջ ուշադրություն դարձնի Արցախցի ժողովրդի վրա, որովհետև ինչ ստանում են, դա չի հերիքում այսօր իրենց տան վարձը տալ։ Իրանք ոնց կարան ապահովեն իրենց երեխաների սնունդը, հագուստը, տարբեր խմբակների գնան, մշակույթով զբաղվեն, սոցիալական կյանքը ապահովեն, ինչ ձև կարող են իրենք։ Այդ ամեն ինչը պետք է հաշվի առնենք, ոչ թե մեկ քանի հազար տվեցիք, օգնում ենք, տվեցինք, գնացինք, այդ դրանով այդ ամեն ինչը վերջացավ, այտենց չի կարելի։ Շատ կարևոր է վերանայել բոլոր արցախցիների օգնությունը։ Մարդիկ մեծ կարիք ունեն։ Այսօր Ադրբեջանի ղեկավարը Արևելյան Հայաստանից է խոսում, որ իրենց պապենական հողերն են, ու չգիտենք այդ որտեղ է իրենց պապենական հողերը։ Իրենք սաղ կյանքը թափառական են եղել, բոլշևիկների շնորհիվ իրենք ունեցան պետություն, ու այսօր երիտասարդ պետություն են իրանք։ Ուզում են տիրեն մեր երկիրը, ու մենք իրանց հետ խաղաղության պայմանագիր ենք կնքում ու չենք անդրադառնում այդ խոսքերին, ոնց որ իրենք մղում են մեր հանրությանը, մեր ժողովրդին ու մոռացել են, որ մենք էլ հարցեր տանք։ Ընկեր նախագահ Ադրբեջանի, դուք, որ պահանջում եք այդ ամեն ինչը, մոռացել եք, որ քանի 100,000 հայ է իրեն տունը տեղը թողել Բաքվից ու Ադրբեջանի տարբեր քաղաքներից, իրենց տներից, լավ սարքած տներից, այն ժամանական ընթացքում իրենք լավ ունեցող են եղել, որտեղ լավ աշխատել են, լավ ստեղծել են, իրենց տունը տեղը
ու Ադրբեջանի ժողովուրդը նախանձությունից գժվում էր, որ ամեն ինչը հայերի ձեռքն է, որտեղ այդ ազգը միշտ աշխատող է եղել, ստեղծող է եղել, թե բժշկության ոլորտում, թե տարբեր տեխնոլոգիաներում, ճարտարապետության ոլորտում, ինչքան են Բաքուն իրան գեղեցկացրել ու կառուցել, Բաքուն, տարբեր ազգեր են ապրում Ադրբեջանում, ոչ թե մենակ եղել այդ Ադրբեջանի ժողովրդի համար։ Մենք այդ հարցերը պետք է տանք, չէ՞։ Քանի ու 100 հազարավոր ժողովուրդ են տողել գնացել։ Մենք ինչի այդ հարցերը չենք բարձրացնում Ալիևին։ Ալիև, դու կարող ես մի հատ գոնե մտածես նեֆտից ստացած բնության այն բարիկներից ստացած փողերից, գումարներից, վճարես այդ մարդկանցը կոմպենսացիա տաս, ընկեր։ Ոնց կլինի մենակ պահանջես ու մտնես այսօր Հայաստանի տարածքները ու դուրս չգաք ու խաղաղության պայմանագիրը բոլորտեղ գլող գովակ, ասեք մենք արդեն հասնում ենք ստորագրելու, արդեն վերջացնում ենք այդ պայմանագիրը, լավ պայմաններ ենք արդեն մշակել։ Ասեմ ձեզ, այսօրվա կառավարությանը նույնպես ասում եմ, որ մտածեն, եթե կան հարցեր ձեր խաղաղության պայմանագրի մեջ, մեր հանրությունը չգիտի, այդ անօրինական է։ Եթե կան կարևոր խնդիրներ, պետք է մենք հանրաքվեով որոշենք, որ այդ ժողովուրդը իմանա, մենք համաձայն ենք թշնամի հարևանի հետ, սկսենք բարեկամական կապեր ստեղծել, խաղաղություն ստեղծել, գնանք առաջ։ Հանրությունը ամեն տար, ամեն բառ պետք է իմանա։ Շնորհակալ եմ, ձեզ լավ երեկո եմ ցանկանում, լավ օր, բերք, բարիք լինի ձեր ընտանիքներին ու խաղաղություն մեր երկրին, լավ լինեք։